Ջրսահայ Մանգոլի մեծահարկ ներկայացուցիչներ, Տեկամշահետյան միության Արևմտյան միացյալ նահանգների վարիչ կարգուղարի Տիկին Մայդա Քուրեջյան, թանկագին ներկայացուցիչներ, մեծահարկ հյուրեր։ Խարն զգացումները, որ այսօր կդոնենք մեր սիրելի Մերկոնյան քրտական հաստատության հիմնադրության հայրամյակը։ 8 դասնամյակ։ Մերկոնյան քրտական հաստատությունը իր հոգեմտավոր տարիքները արագորեն աշխարհի հետ դոկտոր Օրման անհասկանալի պատճառներով, ավելի ճիշտ անհասկանալի բادرվակներով իր երկաթյա դռները փակեց արավետ։ Մերկոնյանը հացի քրտական հաստատությունը լարեն երմանաման արևմտահայերի թաքնոցն ու անփորդագելի ամրոցը։ Մեր ոգիները ուրախ և հպարտ են այսօր, բայց և նաև վիրավոր ու դխուր։ Հայոց ցեղասպանության և մնացորդացի բեկորները փրկելու, քյուրավոր որբերու ապահով նավահանգիստը ուղղորդելու համար անհրաժեշտ էր փարոսը։ Եվ այդ փարոսեն դուրս ճանաչելով յուրաքանչյուր շոու անհրաժեշտ էր կոդալացնել միջին արևելքի երկայնքին սփռված յուրաքանչյուր քաղաքներս եւ որ քույն դրած որբերու միտքեր ու ոգիները վերաբերեցնել հայգազյան ոգիով ու վահագնի ոգիով եւ ամուց միտքերը լուսավորել մեսրոպյան դարելով ու հայ մշակույթի հարուստ ավանդներով ինչպես նաեւ գիտություններու ճանաչելով լույսով։ Եվ ահա Կեսարյանեն Եգիպտոս հաստատված երկու եղբայրներ, աղա Կարապետ և աղա Գրիգոր Մերկոնյան եղբայրները իրենց ամբողջ հարստությունը 600,000 անգլիական հնչյուն ոսկին կգտակային հայացքին Գիբրոսի գրունյա ապրում ես հաստատելու անմահ լուսով հարոսը ուրգե տասնամյակներ շարունակ շարան ալիք արալիք դեպի հայություն չապետեցան լուսո շողեր Բերնավոր հունդերը մտքի ու ոգի փարդիներու, որոնք իրենց շողերով լուսավորեցին հայ որբերու միտքերն ու շուքով պատասպարեցին զանով օդալացնող արևներու գիզիչ ավերներեն։ Հայերեն լեզուն չգիտող այս երկու անզուգական եղբայրներու իշխանական ներդրումությամբ 1926-ին Լիգոսի մոտակայքը իր թուրները բացած աստարտությունը գարտես հայոց աստվածներում նախախտանական մեկ ստացակործություն էր սպիրկի մեջ հավերժացնելու մեր լեզուն, հայերեն, հայոց պատմությունը, հայկական մշակույթն ու հայու էությունը։ Մերկոնյանը հինավուրց ժողովրդիմը տարաված, ցաված, միշտ նահատակված, ցեղասպանված, բայց վերաբրած ժողովրդիմը վրաշակե հայության Իվանով ստեղծագործ ոգիի խորհրդանիշներ։ Անուս, բայց իմաստուն, Մերկոնյան եղբայրներու նվիրած նյութական հարստությունը շուրով վերածվեցավ ոգեղեն էության և գրավական եղավ հայ ժողովրդի սպիրկյան հատվածի շարունակական քվադերումին։ Մենք, մերկոնյանցիներս, անստահման հարկանքի և հիացումի և երախտագիտության զգացումներով կխոնարհին այս վեհ գործի կերտող վեհոգի հայրարներու անմահ հիշատակին առջև։ Հայկական բարեգործական ընդհանուր միության և միջին արևելքի որդանոցներն հավաքված որբերու առաջին նշանակալից գործունեությունները մի եղավ Մերկոնյանի զույգ շենքերուն առջև ի հիշատակ իրենց նահատակված ընտանիքներու և ասկին իրենց թողտոչուն ցերկերով ծառեր ցանել, որպես ապրող հիշացաններ, որոնք իրենց հետ հասակ պիտարնային և ծուցվեին թեպի երկինք և հացրակապակ կորային, որ մենք կանք ու պիտի մնանք արավետ։ Այս և նաև որպես բողոքի սուրջ իջերով գողը մխրջիվերու անոնց, ով և որոնք չլստեցին նահատակներու արույևոր մաղոտները։ Այդ ծալերունեն իրենք և հաչոս սերուկները Մերկոնյանին պիտի բացրանային կակատներ միության, մշակույթի և արվեստի աշխարհներում, պիտի բազմանային և այդպեսով պիտի իրականացնեին աղա Կարապետ Մերկոնյանի նպատակը։ Ես այս դպրոցը հիմնեցի ազգիս վրեժ լուծելու։ Իմ դպրոցը պետք է մեր վրեժ լուծենք։ Այդ ողջ ցակուրները
յավուլար պետք է իրենց օրինական դուրն ու բարին շինեն և առանց պետք է պատրաստենք մերասկի մեզամեզներ։ Այսօր ուրախությամբ և ազնիվ հպարտությամբ ուզենք հաստատել, որ Մերկոնյանի իրարաչորդ սերունդները իրականացուցած են իրենց մեծ բարերարին հապակը։ Մերկոնյան գրնական հաստատության հիմնադրության առաջին գրնաշրջանից պատասխանատուները չեն գիտեր դարձաբար թե բնաստով իմի հավաքեցին շրջանի լավագույն մտավորականներն ու մանկավարժները Վահան Բեբելյան, Հակոբ Օշագան, Հասրե Գանաչյան, Դոկտոր Վահան Հավեսյան, Լևոն Կրկաշարյան, Լևոն Աբկարյան և ուրիշ մեծեր, որպեսզի այս չափված ազգի որդերում նախ ոգիներում արիվոտ վերքերը խրամեն ուժեն և ապա ամոստան ժամանակի լավագույն աստիարակությունը։ Մերկոնյանցիներու իրարաչորդ սերունդները Թրոդոս Լերներեն դուչող բվերուն հետ ծրտեցան աշխարհով մեկ, իրենց տանելով հայու ամպից հոգին, հայու քիզն ու քրագանությունը, հայու քիզն ու նգարը, հայու պատմությունն ու մշակույթը, զանոնքցանելով որպասած սերունդներում և անգի հետ որպերու զավակներուն և թորներու հոգիներուն, սիրներուն և միտքերուն մեջ։ Պետք է անպայման վերլուծենք այն իրողությունը, որ ամեն տարի Մերկոնյանի նորեկ աշակերտներուն առաջին տաշնակնացությունը պիպտիկը կեկադարվեր դեպի բակարավան։ Դոլորենությունը գազմագևող ուսրիշներ ինչ մատակով կոնդիդանեն աշակերտները։ Երբ բակարավան գերտային մեզի ծուց կտային մագար բանավոր ժայրը, ուրգե գերնային գիրիկյան դեսներ, դավրոսյան վերները դեսներ, մեր գործն ծուցած հայրենիքը դեսներ, ուր Աշտորում մեջ թելերներում, քյուվերում մեջ տեքահարներում, որտերում գերտաստանները սպանված և որոնց խորված թիակները անդար մնացած էին։ Հոնգը պորպակեր անոնց հոգիները, վրեժի ծարավով լեցում իրենց հոգիները գվզվեին հայ մնալով հանգչեցներ իրենց նահատակներում բզգտված հոգիները։ Հոս նորեկներում գծանոթացին էին նաև ձերենցի կրոս Լևոնի պատմավեպին։ Եվ որ Մերկոնյանցին չգարտացած այս ազգային պատմավեպը և չի երազած մասկազմել կորոշ իշխանի դավահներում հմարտագին։ Նույնպես ավարտական հասարաններու վերջին բուդույթան գազմագերոված գելատերի մագարավան, կարծես գրգին անգամ, խոնավցած աչքերով և այլևս գիտակ ծապար դրանորեկն ուղտը իրենց նահատակներում հայ մնալու ողբատյականքին։ Մերկոնյանցիներու մինչև 1950 թվականներու վերջերը շրջանավարտներում հայկական ոգիներում գողումը գբատնիկ նաև անոնց ամարնային անագուններում։ Սկսպի սարունդները նույնպես տարեներ անամոտ մեջ Մերկոնյան գմնային։ Եվ ամարնային շրջանի և դեպի մագարավանքի բարձուկներում և թրոլոսներան լանչերուն պանագորներում տացքին իրենց կատարած հայ և միջազգային կրագանյան, բազմաթիվ ադորներուն դերցանքյան, դադրական, երաշտական, քրագան թրինգրային երագոներով դեցված էին հայ արվեստի և մշակույթի գեղեցկություններով։ Ընգերային կյանք անոնց կապած էր հոգիներ հետանում։ Վահան Տեկյանի բարերով նայեցեք, լավ նայեցեք իրարու։ Իրարու վրա գտեք դվակ ետուգաղջիկներ, ինչ որ դվար յանքը ձեզ ուղղվեց աղտեցեսնեն, ծրնդանիք ամպոչեք։ Եվ դվակն ու աղջիկները եղբայրացած էին հոն։ Իրենց նահատակված եղբայրներն ու քույրերը գտած էին հոն մյուս որտերու մեջ։ Մերկոնյան գրթական հաստատություն մներ իր ամբողջական իմաստով։ Երկրորդական վարժարանը ակնկալված լավագույն ուսման շնորհիվ շրջանավարտները գտնվում էին Միջին Արևելքի, Եվրոպայի, Միացյալ Նահանգներու, ինչպես նաև Հայաստանի լավագույն համալսարանները։ Նույնպես լավագույն ուսման կողքին Մերկոնյանը իր աշակերտներուն վերանցնել նաև ամբողջական մարդ լանու բոլոր ստորեգելիները։ Քրական, գեղարվեստական, թատերական, երաժշտական և ընկերային գանունավոր շաբաթական սերունդակներով մեր ճաշային հոգիները լեցված էին գեղեցիկին և արին բրբլումով ու սերով։ Գանաչյանի, Վահան Բեդելյանի և Սոբա Աբկարյանի երջախումբները գրեթե հասած էին կես արվեստագիտական մայրօթակին։ Մերկոնյանի բարախումբերը մրցակիցություն էին։ Թատերական ներկայացումները աշակերտական
մագարտագեն շատ ավելի հացրեին։ Մազդական կյանքը ներքին և արտաքին մուծումներով կողած էին մեր մարմինները։ Առողջ մարմնի մեջ ասույթը իր գործնական դրույթը կտածրում։ Լևոն Աբգարյանի, Հակոբ Աջեմյանի, Հովհաննես Երկանյանի, Սևո Աբգարյանի և Վիկտոր Միսիրյանի պատրաստած մերկոնների մարզանտեսները նախանցիկի շարժեին բույս գիմնազիումների մասիչներին։ Սկավական և առանշական խումբերը Քևորգ Գյուրեղյանի, Միհրան Ջիզմեջյանի, Հարություն Անմանունի, Օրոտ Կարակաշյանի, Վարդգես Քուրյանի և Դիգին Հերմինե Բեկարյանի առաջնորդության համագիպրական տարեկան մրցումներում առաջնությունը տասնամյակներով չէին զիջած ոչ մեկ խումբի։ 1962-ին Կիպրոսի համագիպրական միջակողմային track and field մրցումներում 4 մերկոնյանցիները կազմված 4 անգամ 100 թրոշաշավին Նիգոսիո Խասիվի մարզադաշտի վրա մեր 4 մերկոնյանցի մարզիկները Նշան Չեչենյան, Աշոտ Չակալյան, Զարեհ Արզումանյան և Արտո Ասադուրյան առաջնության ոսկի մեդալները խլեցին։ Մերկոնյանցիները խումբի մարզիկին և երկրորդ ելած խումբի միջև եղածված հազիվ 5 մետր։ Նույնը կրկնեցին հաջորդ տարի Հակոբ Պատկիվարյանի և Միրան Մերկոնյանի մասնակցությամբ։ Մերկոնյանցի մարզիկ Նշան Չեչենյանը, Մարտչենյան 110 մետր արգելարշավին ոչ միայն առաջնություն խլեց, այլ և նաև այդ առիթով նոր մրցանիշ ռեկորդ հաստատեց։ Նույն տարի ապրիլին Բերուտի մեջ տեղի ունեցած հոտնետների Նավասարդյան կայարում նույն կարիակը, նույն թրոշաշավին նոր մրցանիշ հաստատած էին 41.00 երկրորդ։ Բերուտի հոտնետ միության Նավասարդյան կայարում Մերկոնյանի մարզիկները միշտ առաջնության բաժակը կխլեին։ Մերկոնյան English American Academy մրցումներում մենք կմրցեինք մեզ 5 անգամ ավելի աշակերտ ունեցող բաժանորդության և իրավարարներ արտարելային առաջնության բանները շարգած Մերկոնյան կային։ Զարե Արժումանյան 1963 մարտ 25-ին Հունաստանի անկախության օրին առիթով 100 մետր վազքի նոր մրցանիշ հաստատեց Կիպրոսի համար 10.9 երկրորդ։ 1962-ին 1969 100 և 200 մետր վազքերում 1 և 3 հեռացակներում և թրոշաշավներում բազմաթիվ առաջնություններ խլեց Լիբանանի և արաբական աշխարհի կազմակերպված ատլետի զանազան ներքին և միջազգային մրցումներում։ Բերուտի ամերիկյան համալսարանի Էյուբի հայրենամագին առիթով Զարե Արզումանյանը հռչակեցավ համալսարանի 100 տարիներու լավագույն մարզիկի որպես և ստացավ ոսկե բաժակ։ Իրավունքին կվարդանալու մեր մերկոնյանցի մարզիկներով։ Ասեմ, որ այս ատլետներու մարզիչը Բարբետիկն էր, Վիկտոր Միսիրյանը։ Ոնց հիշեցնեմ, որ Վահան Մեդելյանը գոչված էր Father of Cyprus Music, Կիպրոսի երաժշտական գաղափարական արվեստին իր բերած անքնահանելի ներդրումին և ծառայական համար։ Սևո Աբգարյանի բարակային Յորդանոսել Որան Գոմիդասի արժանավոր հաջորդն էր։ Գոմիդասի հավաքակրած հայ կերճուկներում և ասկակրական երկերը, ինչպես հայկական սիրված երկերու մեծ հավաքածումը, Սևո Աբգարյանի ճաշակում մշակեցան և կվար սիմֆոնիկ նվագությունով և ասկային բարերով զանոմ կրանցվեցան հայկյան Գյումրիեն, Երևան և Բեյրութ, Մոսկվայեն, Ստամբուլ, Նյու Յորքեն, Լոս Անջելես և Կանադա, Բրազիլիան, Ուրուգվայ և Արժանտին և այլուր։ Հայ երկի ու բարի հանդեպ այս մեծ վայեկտ ու դրամորոշված սերը կպարտի Սևո Աբգարյանը։ Մերկոնյանի կեշրոտիկի հանգամակով անստեղծված ընկերային չեմպ մտնորդի մեջ, ընկերային ավելի ընդանեկան մտնորդի մեջ, մեր հոգիները գապեցան դիդարում և այդ միջավայրը մեզի սորբեցուց ուրախանալ դիդարու ուղղությամբ ցավի հույսին ցավով օրդներ և անկարգների գավելով գապի դիդարում։ Մշուշապատ մեր մարգարդաշար ուշերը հաջախ ուզեն մեզ։ Կարևոր չէ, թե երբ հաջախած ես Մերկոնյան։ Սերունդներն ամբողջ անտեսանելի ոսկե շղթաներով կապված և եղբայրացած էին երավում։ Եվ արայն պատրաստ էին ամեն օրենթով տիգուն կանգնել երավում։ Եվ Անտեկյանի դվակ և դուք աղջիկներ պատրաստեցության բարերով վերբտեցեք դուք դվակ և աղջիկներ դուք հայում։ Լավ հավետ կյանքի մեջ աղթին դեմ պաղ երավում։
Գիշրոտիկի այս անգամանքով կոմպետեցան նաև սերերը բարմանություններուն և քիչ թիվը այն մերկոնյանցի սիրահարված զույգերուն, որոնք կյանքի մեջ փախ եղաներալու և որոնք հայկական ընտանեկան չեն տուրներ գազմելով ազգի բարգեվեցին բազմաթիվ հայու, խբար և արժանավոր զավակներ։ Մերկոնյանցիները աներևույթ մոքական այն անգիտ լույսերն են, որոնք կապեցի մենացյալի քանիկին ներգային են մեջան։ Մերկոնյանը լուսո դաջարն է և մտքի գաջարը։ Հույլ մամպոչ մտավորականներ, իրավ ասիրակներ, գոչված էին բանդրաստելու նոր սրունտի ներգացուցիչները վաղվան հայության։ Մերկոնյանի կրատարանի մեջ մտքի ոգի միշտավար մադյաններու ոգեմնդավոր սննդարատ կուրային մեջ են, հայ բարմանումներու հոգիները գպոցկուդային Թեքյանի և Թումանյանի, Վարուժանի, Սիամանտոյի ու Զոհրավի, Մեզարենցի, Թումանյանի ու Իսահակյանի, Չարենցի ու Շիրազի նման հանջարներու երկերով։ Անհակորեն ապշտակվեցան մեր հոգիները հայ մեծերու ստեղծագործություններով, թրջվեցան հայեցի դաստիարակության և ուր գողվեցան մեր կյանքի ճանապարհներն ու ստեղծագործական միտքերը։ Իրակնորյա պաշտամունքներու բանախոսություններու ժամանակ գերվեցան նաև մեր նգրակիներու Բաքու և ամրագուն բարիշները, և մենք դարձանք բարձր սկզբունքներու ծառայող անդամներ։ Բայց ինչ որ արինք Մերկոնյանեն պետք է վերադարձնենք ազգին, քանի որ Վահան Տեկյանի բառերով ինչ որ դային ուրիշի այս բառակային մեր ազգին այդ պիտի մնար մեզի հավիտյան։ Եվ Մերկոնյանցիները 1930-ական թվականներին սկսյալ քերագշիր թեմ ունեցան հայ ազգային կերտական և մշակութային կյանքի կազմակերպման և զարգացումի մեջ։ Մերկոնյանցին համար սպիրտքայության այլասերման ջերմակ չարդիդեն բայկալի գերվարը մեծակուն և զրպազնակուն գոչումն է։ Անջգրնա չեիշել մաշտվատ առարիչը։ Անորոգին մաս կգազմեն գոմինդասի կարնանապուր երկերը։ Մերկոնյանցի երկյան մեջ են հայ մշակույթի բոլոր դիտաններուն համանվագը, սիմֆոնյան։ Հայկական բարեգործական ընդհանուր միության 3 ավարտական գուսակցություններու, կրթական հաստատություններու, մշակութային հայրենակցական, մարզական հայ միություններու, կազմակերպություններու, եկեղեցական շրջանագին և քիչ բաններ Բիդյանտևի Մերկոնյանցներու քերագշիր երկարքյան։ 1930-ական թվականներին սկսյալ է մինչև այսօր 3 տասնամյակներ միջին արևելքի հայ դպրոցները լեցուն էին Մերկոնյանցի լեվրիալուսնիշներով մանավանդ հայագիտական դիտորանը։ 1960-ական թվականներին արդեն համալսարանավար Մերկոնյանցիները սկսած էին ծառայել հայ դպրոցին զանազան մասնագիտական դիտորու ուսուցման։ Վերջին 60-70 տարիներում Մերկոնյանցիներու սկալի ներգայությունը հայ քաղաքներենից տեսանելի էին որպես ուսուցիչներ, դոնորեններ, խմբակիրներ, հոգաբարձուներ, ծխական խորհուրդներ անդամներ, միութանական վարչականներ, կուրսակցական ղեկավարներ, եկեղեցականներ, նկարիչներ, արվեստագետներ և այլն։ Չմոռնանք խոսիչելու հույլը անմերկոնյանցիներուն, որոնք առաջինից կարավաններով ներկայացրեցին Հայաստան և սկզբնական դժուժտակ պայմաններու մեջ ծառայեցին Հայաստանին որպես ուսուցիչ, գիտնական, բանասեր, գրագետ, արվեստագետ, նկարիչ, խմբակիր, ձայնարվեստ։ Այսօր իսկ քիչ չէ այն մերկոնյանցիներու թիվը, որոնք տակավին նվիրումով կծառայեն ներկա Հայաստանի զանազան բնակավարներս։ Մերկոնյանցին քիչավ ասկին դան նաև իր գրմանեն։ Հայդակցի կրկուկի մեջ կրնակ կարդալ ամբողջ մեկ մասնագի դերակակիրը Մերկոնյանցի պայրարներու և դրժաններու մասին։ Ոս հարգչեն տեսնել իշելու հույլ ան Մերկոնյանցիներու, որոնք կյանքի ասպարեզներու մեջ շատ բարձր հաջողություններ ասաց են, որպես հանդիսնավար բժիշկներ, հաստատաններ, հեղափոխներ, ջանդարապետներ և ջանդարակետներ, արիատականներ, գիտնականներ, վստահելի աշխատանքներ և այլն։ Յուրաքանչյուր իր գարքին, իր շրջապատին, իր համայնքին, իր քաղաքին նվար իր գարելի լավակույն։ Ոչ մասնագիտական մերկոնյանցիներն իրենց համեստ դեպքան արհեստներու մեջ եղան լավակույններ են, քանի որ անոնք Մերկոնյանի արհեստանոցի մեջ ստորված եղել լավակույնը իրենց ասպարեզներու մեջ։
Հայդակրի կրկուկի մեջ կգարտակ մասնագիտ ցանկերը և արվեստագետներում, երաժշտագետներում, նկարիչներում, գրագետներում, գրականագետներում, տնօրեններում և այլոց, որոնք իրենց դրոշ մտված են հայ քաղաքների մշակութային ընկերային հայ մարզուկյանքի մեջ։ Վերջնական գրթական հաստատության քայլերը, որ գրքեին ամեն առավոտ և բոլորը կազմակերպված պաշտոնական հանդեսներում, կարծեք Մերկոնյանի իրավ հայերի նորդար, ուսում պատկանը բոլոր Մերկոնյանցի իրավ հաչորդ սերունդներում։ Աննիկ Մահտեսյանը հեղինակ այս մերքայերքին, աստվածային ներշնչումով ու տեսիքով ստեղծած էր անոթարերը, իսկ Վահագնյանն ստեղծագործած անոթերաշտյունը։ Այո, Մերկոնյանը անմահ հուսով ճշմարտության և հավին սրբանվեր և թանկագին տաճարն էր, որբեր նահանակված ասկին վար մեր ցեղի լավագույն ու ամենաբարի զավակներ։ Այո, բոլոր մերկոնյանցիներս, որպես քույրեր և եղբայրներ, ցեք-ցեք դված, իրար ուղղակի կրալով, գում պատմում, արի-քարարի, օգնելով, որպես ամբողջություն, միշտ թվիվեր, միշտ դեպի կացինք, մեր սրտերը արևով և միտքերը գիտության լույսով աշխատած առաքինի և անթով դրակ որպես։ Այո, Մերկոնյանցիներս հպարտ ենք, որ արվեստներու և գիտության ծառալու մասնապակեսներով այդ լսեմ հարգինտակ ասկին լուսերեն ունեն մեր մտքի ու սրտի մեջ կատած լույսի շողերը մեր նվիրյան աշխատանքով աշխեցին ամենուն, դվինք անոնց, որ պետք ունենք, դվինք անցագար այս մանավանդ դվինք սիրով, կանզի կավարնային, որ աստվածը հաջորդ կորդ մենք կատարեին։ Ես կավարնամ, որ մենք Մերկոնյանցիներու իրարաչոտ սերունդներս մեծան մասամբ իրականացուցած ենք մեր մեծ հարելարի հապակը, իրարմով բազմաստելու մեր ասկը և սպիրկի մեջ վերաշինելու մեր օրենական դուները, ինչպես նաև լավագույնս պատրաստվելով և մաս կազմելով մեր ասկի իրավ մեծամեծնելու պահակին։ Այո, Մերկոնյանցի իր գավերի նրա ծառայելու այլ ժողովուրդին եմ Հայաստանին, անդվավ իր միտքեն, սիրդեն և կրմանեն, երանի կարենային ավելին դա, ու շարունակել մեր ներդրումները հայացքի ջախրանքին դեպի հաջորդ հազարանակները, բայց կացին հարգեցավ ու դավալեցավ Մերկոնյանի գավրին։ Հայրենիքի և այլ ժողովրդյան դեպ բացարձակ սեր և հարգանք ունենք։ Հայրենիքը Մերկոնյանցին համար ամբողջական Հայաստանն է, արևմտյան և արևելյան Հայաստաններով, Կիլիկայով, Արցախով և Նախիջևանով։ Դոկտոր Արութուն Եսիգյուլյաններն ու Ահրամ Մավյաններն, Ներսես Թամամյաններն ու դոկտոր Մինաս Քոջյաններն, դոկտոր Ադեմ Սարգսյաններն և ույն ամբողջ հայագիտական ուսուցիչներում մեր մեջ սեր ու հարգանք ցանեցին մեր գրավոր նահատակներուն և գրավել հայրենիքին հանդեպ ռեժիմ, սուրբ զգացումները նաև հույսը, օրմը, երջանիկ օրմը վերադիրանալու մեր ոտնագողված կամուկներու, մեր ժառանգության դուրսյալ արևմտյան Հայաստանում։ Մերկոնյան գրթական հաստատությունը Մերկոնյանցի մեջ կերդեց ամբողջական մարդ և այդ ամբողջական մարդուն մեջ ամբողջական հայ, ըստ ոմանց կատարյալ մարդ ու կատարյալ հայ։ Մենք մեզ ոչ մեկից չենք գրավեցում, բայց մեզ երգին ենք, մեզ Մերկոնյանցի են ասում։ Հարկուբանի Հավիդյան, Լուսոան Շերջվարարան, Գերտարանի Մերկոնյան, Հարկուբանի Հավիդյան։ Հարկուբանի վաղակ Գրիգոր և վաղակ Արաբետ Մերկոնյան հայերար եղբայրներու անմահ հիշատակին։ Հարկուբանի Մերկոնյանի բոլոր դաստիարակներում։ Հարկուբանի վասկային գործերում միտված բոլոր Մերկոնյանցիներում։ Հարկուբանի բոլոր ազնիվ Մերկոնյանցիներում։ Շնորհակալ։